Դուք եք զրկված վարը։ Այո, բարև ձեզ։ Սպասի քարտեզ, սպասեք, ձեր հարցերը քննարկենք քարտեզը հետո։ Դուք եք զրկված։ Ինչ եք ուզում, որ ես ասեք։ Պարոն վարչապետ, մենք լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ձեզանից խնդրում ենք, մենք ոչ հանցագործ ենք, ոչ ուզում ենք առնել, ուզում ենք ասենք այդ մեր թերություն ենք արել, սխալ ենք արել, ինչ-որ բալային այդ համակարգերը, ինչ-որ ասենք, չգիտեմ, այդ որոշակի խմացությունը, բայց ասենք ընդհանուր առմամբ մենք ոչ պատահարներ ունենք, ոչ այդպես զոհեր։ Ժողովուրդ, ձեր ազգանունը ինչ է։ Սատուրյան է։ Պարոն Սատուրյան, դուք չգիտեմ, մի րոպե, ձեզ հետ չեմ խոսել։ Այո, երեք։ Չէ, բայց ձեզնից երեք ձեզ հետ եմ խոսել, բայց մարզային հանդիպումներում էլի մարդիկ եղել են, որ ես մոտեցել եմ։ Այդ հանդիպումից հետո ես ինչ եմ արել։ Ես գնացել եմ, վերցրել եմ հեռախոսը եւ զանգել եմ ներքին գործերի նախարարին։ Ասել եմ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հիմա եթե ես շատ ուզենամ այդ հարցը լուծեմ։ Ես ոնց կարամ այդ հարցը լուծեմ։ Ես որպես վարչապետ։ Ինձ ասվել է, որ մեր կարգավորումներով եւ օրենսդրությամբ ուրիշ տարբերակ, քան գնալ մի տարի անց նորից քննություն հանձնել եւ ստանալ չկա, օրենսդրությամբ չկա։ Ես ուզում եմ եւ խնդրում եմ դուք մի բան հասկանաք, վարչապետը շատ լավ վարչապետ է, բայց վարչապետը չի կարա որևէ բան անի, որը օրենքով նախատեսված չի, ժողովուրդ, համեցեք։ Պարոն վարչապետ, մենք ստացել ենք մեր պատիժը գանգստերից առաջինը, հա։ Երկրորդը մեր 1700 հարցը, որ հիմա դրված է 1700 հարցը, հա, տեսական քննությանը, ինքը մոդայիկ բառերով են։ Դուք անձամբ դուք ինքներդ տեսնում եք, բարիքով մարդիկ են, որ ասենք այդ բառերի 70% իմաստը, որպես բառ ինքը իրանից ինչ է ներկայացնում, մենք դա չենք կարող տիրապետել։ Մեր խնդրանքը ինչ է որ անենք։ Լավ, գնանք ասենք մի հատ ինչ-որ պետական տուր որպես բան վճարենք, հա, համ մեր պետական բյուջեն լցվի, մենք բոլորս այդտեղ առաջի անգամ ինչ-որ շարունակեք ձևակերպեք որ բան է եղած, էլի, ասենք ինչ-որ այդպես հասնենք ինչ-որ մի հատ ու ինչը լինի։ Հա, պետական մի հատ տուր վճարենք, մենք գնանք երկրորդ անգամ եթե նման բան կլինի, հա, չէ, մի րոպե, պետական տուր վճարեք եւ ինչը լինի։ Մենք քննությունը չտանք։ Այս մարդիկ պարոն վարչապետ ջան, խոսք կարելի է։ Նայ, ես երեք մոտիկացած ես կայարան, քանի որ շատ պատահական եղավ այցը։ Հիմա այս մարդիկ 20 մի հատ տներ եք ժողովուրդ, 20 հոգանոց խումբ են կարել։ Խնդրում ենք, որ մեզ ճիշտ հասկանաք, այսօր մենք հասկանում ենք, ես ճիշտ հասկանում եմ, Ժողովուրդ ջան, չհասկանալու բան չունեմ ես։ Բարձ հայերենով բան եք ասում, չհասկանալու ինչ կա։ Ընդդիմադիրներն էլ են, բարձ ասում եմ, առիթից օգտվում, բարձրանում։ Մենք էլ ասում ենք, եթե դուք եք մեզ հասկանում, ասենք հիմա մենք եկել ենք մեր վարչապետի հետ կանգնենք, 100 հոգի էլ այնտեղ կանգնած, հա, պարոն վարչապետ ջան, ասում ենք հրապարակում են, տարեց մարդ կա 16 անգամ տվեց զրկվել է, ստից հարցերից 14 անգամ, սենց դեպքեր են։ Հետո մեր խնդրանքը գիտեք ինչա, պարոն վարչապետ, 32,000-ի տեղը մենք չենք կարող պատասխանել։ Ասորի եք, թե հայ եք, թե ռուս եք, թե եզդեք, դա քննության հետ ինչ կապ ունի։ 32,000-ի տեղը պարոն Հարությունյան ճիշտ հասկացեք, էլի։ Քննություն կտրվում են, էլի գնամ, ցավը, էլի ու գործ են։ Հա, գիտեմ որ թեթև ասում։ Ասենք գիտեք պարոն վարչապետ, դուք Հայաստանի Հանրապետության գլուխնեք մենք դրա համար ձեզ ենք դիմում։ Դուք մեզ տվել եք խոսքի ազատություն, որ մենք արտահայտենք, հիմա ձեր փոխությամբ ես ուզում եմ արտահայտվեմ իմ խոսքը ասեմ, որ դուք ինձ լսեք, մեզ լսեք։ Ուրեմն ամեն մեկս տարբեր պատճառով ենք։ Ես Ռուսաստանում եմ զրկվել, եկել եմ ստեղ ինձ թույլ չեն տալիս թե վարեմ։ Մի մարդ բալային համակարգով ազրկվել, որ մենք շատ կուզենք մեր համակարգում փոփոխություններ տեղի ունենար, որ տաքսիստին սահմանվեր կոնկրետ ոչ թե 13, որ ինքը ամեն օր դե բալերը չբարձրացրինք, նոր Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ բարձրացավ 9-ից բարձրացավ դառավ 13, չէ՞, 9-ից։ Պարոն վարչապետ ջան, մի հատ կներեք, մի հատ բարձ բան ասեմ, երևի հարկավոր լավ է ուղիղ ձեզ ասեմ, քան պատերի տակ բան ասեմ։ Հենց երեք մարդիկ հալալ է ընդունեցին 5 հոգանոց խմբով, մեր ընկերներից մեկն էլ
ջահել տղա էր, ասեց անցել եմ ես քննությունը, հարց տվեցինք այդ թերթից, ինքը հիմա նայում է։ Ինքը անգամ չկարողացավ պատասխանել։ Ես իմ մասին հիմա չեմ խոսում, այ որ Էրիկը ձեզ Հա, բայց Ժորժ ջան, պարտադիր չի 100-ից 100 պատասխանել տոկոս կա դրա։ Բա իրանք էլ գնում են։ Դուք ինչ եք քշել նախկինում։ Հա? Ինչ եք վարել։ Ինչ եք վարել։ Լեգկովый машина։ Բան որպես տաքսի, թե որպես Չէ։ Ձեր անձնական հա առևտրի Ան առաքիչներ, արի ասա։ Ես 5 տարի է զրկել եմ վարչապետի 5 տարվա Ժորժ լավ, էլ լրացուցիչ բան ասելու կարիք չկա։ Հիմա լսեցիք, ասեցիք ձեր։ Ներեք էլի հազար անգամ մի բան էլ ես ասեմ։ Հազար ներողություն եմ խնդրում ես ին հալովս։ Ես ինքս եմ զրկված 4 ամսվա զրկված եմ, հիմա կանգնել եմ մեր ժողովրդի դիմացը։ Ձեզնից բոլորիցս ներողություն ենք խնդրում։ Մի անգամ այս սխալը արել ենք, ինձ չի թվում որևիցե մեկը երկրորդ անգամ նույն սխալը կանի։ Կարակ վարչական տուգանք նշանակեք, ես էլ ինքս տաքսի քշող եմ, 4 տարի տաքսի եմ քշել։ Կարակ վարչական տուգանք նշանակեք, գնանք վճարենք, արյան անալիզ էլ կլսեք մեկ վարքյան խնդրում եմ էլի, արյան անալիզով կլինի կամ խոսքի մի տարի ժամկետով, ամեն անգամ մեզի թող կանգնացնեն խմացությունը ստուգեն, եթե երկրորդ անգամ մենք ցմաղ թող զրկեն։ Համաձայն եմ, Մենք ոչ մեկը Լավ, մենք սենց ենք անում, ուրեմն բան էլի ասեմ, խնդրում եմ էլի, ես իրավաբանների հարցնել եմ դրել, հիմա ես 350,000 դրամ չեմ ունեցել, որ իրավաբանորեն քննվի, մտնի դատարան 2 տարի սպասեմ։ Ու լիքը ժողովուրդ ունենք, որ 250,000 ինձ ասել։ Պարոն վարչապետ ջան, տարին ամիս Դրա փոխարեն կարանք մենք վճարենք 4 երեխա եմ, բան մի տոշկանի եմ, ֆիզիկական աշխատանք չեմ կարող տանել, միակ աշխատանքս է դա։ Պատահական Դուք վթարի եք ենթադրում։ Բա այս սպինվոլ սպորտից է, ես բաքսով եմ եկել տարիների ընթացքում, բայց իմացել եմ, որ խնդիր ունեմ, դոշկա ունեմ, մի տոշկանեմ չեմ զբաղվում, ոչ մի ֆիզիկական աշխատանք չեմ կարող տանել։ Իմ երեխեքին տենց եմ ապրում։ Ժորժ, մենք հիմա սենց պետք է անենք։ Ես հիմա ձեր հանդիպումից հետո էլի ներքին գործերի նախարարին պետք է ասեմ, ինչ տարբերակներ կան լուծման։ Բայց էլի եմ ասում, պատրաստ եղեք նաև այն տրամաբանությամբ, որ վերջում կգամ, ասեմ Ժորժ ջան, չենք կարող լուծել Մենք ենք զտվե տարբեր Ապա Հիմա երկրորդն էլ, ասենք օրինակ համաձայնեք, ես իմ Facebook-յան էջում, օրինակ, իմ Facebook-յան էջը ունի հետևորդների մեծ թիվ ունի։ Քվեարկության դնել, բայց եթե նախարարը ասի տարբերակ կա, մի րոպե քվեարկության դնեմ, ասեմ ժողովուրդ, վարորդները հիմա ուղիղ եթերում են, գիտեք, եթերից եք իմացել որ ստեղ։ Մեր հարգելի վարորդները եկել են սենց բան ասում, ովքեր են համաձայն այդ որոշումը կայացնենք, եւ այդ քվեարկության արդյունքում, եթե մեծամասնությունը դեմը լինի, չենք կայացնի, եթե կողմ որը մաքուր է, վթարի չի, դեղանող չի, սենց չի, շեշտեք, որ այդ Բա ոնց ենք հասկանալու, մարդը դեղանող է, թե դեղանող։ երևում է, կամպյուտերով երևում է։ Անի մեկի ազգաններ որ ստուգում են ցույց տալիս է Չէ, բայց հազար ներողություն, ձեզ որևէ բանում կասկածելու միտում չունեմ, բայց մեկը մի ամիս առաջ թմրանյութ օգտագործողը լինի այսօր անալիստա դա երևալու է։ Չներեք, բայց այդ ձևի մարդկանց մենք հորդորում ենք, որ մեր կողքը չցանկ։ Երևա մի ամիս առաջ օգտագործ։ Հա? Երևում է մի Հիմա ամիս։ ինձ էլ որ տանեք ստուգման ցույց տա, որ ես ընդհանրապես չեմ խմում։ Հիմա պայմանավորում ենք սենց, հիմա ես չգիտեմ, իսկ ես նախ անկեղծ խոսել եմ, ասել եմ ինչ տարբերակ ունեն, ասել են էսա տարբերակ, ուրիշ տարբերակ մեր օրենսդրությամբ չկա։ Այսինքն, եթե նույնիսկ դա հնարավոր լինի, լավ եղբայր արդեն պարզ այլին չենք նոր խոսակցում։ Բարոն Փաշինյան, կներեք 2018-3 ասած պարոն վարչապետ վիճակը խրավեն ձերին, բայց եկալ միլիոն 800,000 պետք է իրան ներգա պետք է Պարոն վարչապետ ջան, բարև։ Ինչ եք ներել։ Բա մեզ ինչքան մարդ քննադատեց դրա համար ասեց խեք ներել։ դրա համար հիմա Հիշում եք ինչքան մարդ քննադատեց, ասեց խեք ներե, բա այն պարտաճանաչ վճարողներ։
Ժողովուրդ, ես երեք հիշում եք ձեզ ասցի չէ, մի րոպե սպասել։ Մի րոպե սպաս։ Երեք ձեզ ասցի չէ, որ ասցի, ասա, ում կյանքը դնեմ վտանգի տակ։ Ասեցի չէ։ Որովհետև ասում եմ, չգիտեք, այ մենք բոլորս չգիտեմ, իմ ընտանիքի անդամի հետ կլինի 1000 ներողություն, թե ձեզնից ոչ մեկս չեն կարող կանխատեսել։ Ոչ մեկը։ Ես էլ իմ դեպքն ասեցի չէ, որ հղի կինա, պարոն վարչապետ։ Հղի կինը Ես էլի եմ ասում, եթե նույնիսկ տեսական լուծում գտնվի, ես դա իմ էջում դնելու եմ քվեարկության, եթե մեծամասնությունը կասի, օքեյ, արեք, անենք, եթե ասի մի արեք չեն Ես կարող։ վստահ եմ ու շեշտենք, պարոն Համաձայն եք, բայց համաձայն եք։ Վթարի։ Հա, օքեյ, կդնենք։ Չեն կարա 5000 կներեք ժողովուրդ 5400-ի տելը։ Մենք ձեզ հասկանում ենք այդ ձեր բերը։ Հələ մի րոպե հասկանանք։ Կարճ ասած եթերով կնայեք մի 3 օրից կգաք կասեմ ինչ եմ։ Մի բան ասեմ, էլի Փաշինյան ջան։ Եթերում ենք լնելու, հիմա այսինքն Երևան, մեկ էլ երբ ենք Երևան լնելու մենք։ Այսինքն Երևանում որ կլնենք մի 3 օր անցնի, կգաք էլի կխոսանք, ոնց որ հիմա։ Ես իմ բռավեն է։ Մեր Դավիթին խավ, ես 44 օրվա Բայց չեն վերցնում։ Ես այդ եմ ասում, լսեք։ Դավիթին գիտեք խարվել որ մահացավ։ Որ խփեցին Դավիթին 17 տարեկան։ Որ Քրիստոս Դավիթը անցած մի տարի առաջ։ Այդ թաղմանուր երկու բաժակ ախորս ეხմա եկա բռնին սրկին։ Եղբայր, ձեր ազգանը ի՞նչ է։ Կակոյան մուշը։ Պարոն Կակոյան, ախր խնդիրը նրա մասին չի է, որ ինչ դեպքով է, բայց ալկոհոլ օգտագործած վարորդը ինքը բա մենք ինչ իմանանք կգնա։ Կներեք, էլի բռավից վերցել են, դատարանով ինձ թույլ է տվել 6 ամիս քշել։ Գնացել եմ մռվից վերցել եմ այս բռավը։ Ու նորից ինձ կասեցրել են։ Հիմա նորից դադերի մեջ եմ։ Մեր խնդրանքն է, հիմա Բայց հասկանում եք, չէ՞ որ խոսքը մարդկանց կյանքի տեսեք, դուք բոլորի տաշկի առաջ այն որ մի տարի կար ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը ավելացավ, ամբողջ Հայաստանը մեզ անարգանքից ունի ներգամը, որ կառավարությունը չի զբաղվում այս հարցով։ Հիմա մենք 2 տարի ունենք, որ Փառք Աստծո ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը սեզ նվազում է, հետևական նվազում է։ Հասկանում եք, ամենայն հարգանքով էլի, բայց մարդու կյանքը չեն կարա մենք տենց բաներ, բայց էլի եմ ասում։ Հաջորդ անգամ որ Երևանում կլինեմ, էլի կգաք կխոսանք։ Հիմա ես հիշողություն ես 44 օրվա կրվից հետո սաղ պեչատներով այդ խոսում եմ մոռանում, ես չեմ կարող։ Վաղը չէ մյուս օրը, բայց վաղը չէ, բայց մյուս օր 2 օր չենք Երևանում։ Որ մի քիչ ժամանակ որ այդ մյուս օրը որ վարչական շրջանում, որտեղ վաղը չէ, մյուս օրը շուտ է։ Այսօր ինչ օր է։ Այսօր երեքշաբթի։ Ամսի 16-ին կենտրոնում ենք։ Ամսի կակրաս կենտրոնում ենք հրապարակ կգանք։ Ամսի 16-ին կգանք խոսանք։ Մի 300 հոգու մոտ մենք մարդ ունենք, էլի կզետենք։ Որ ձեր համար է հեշտ լինի, մենք էլ այդ 5400-ին չենք կարող, էլի գարանտիական, պարոն վարչապետ։ Դնենք սկզբնական մի հատ 300 հոգու։ Այ 5400 չէ, շատ է։ Չէ, նկատի ունեմ դրեք։ Այդ 5400-ը կարտեմ 25 թվին։ Պարոն վարչապետ ջան, սկզբնական դնենք 300 հոգի, սա էլ ձեզ օգնելու համար է։ Նորմալ էլ սխալվել են մարդիկ իրենց սխալների վրա են։ Պարոն վարչապետ, սկզբնական 300 Պայմանավորվեցին ամս 16-ին կենտրոն վարչական շրջանում ալնելու Քարոզարշավը ուղիղ եթերում են կլնելու կխոսան։ Դե ասցի չեմ կարող։ Ես բարդա չէ, ես բան չեմ խոստանամ։ Ամս 16-ին կտենանք, կասեմ, ինչ տարբերակներ ունենք ու ունենք թե չունենք։ Բայց գոնե սկզբնական տենց անենք, մի 300 հոգի, որտեղ այդքանի համար մենք ամեն օր զանգում ենք։ Եղբայր, ձեր աշխատանքի պես բարտացել է մեր։ Չեք լսում, մի րոպե սպասեք, էլի վայ։ Զանգում ենք, որ հավաքվենք, պարոն վարչապետ ջան, այդքան Մի րոպե չեք լսում ինչ եմ ասում։ Ասում եմ ամս 16-ին կենտրոնում էլի սենց Քարոզարշավի փողոց ուղ եթեր Ինչ կազմով ուզում եք, 2 հոգով եկեք, 5-10, քանի հոգով ուզում եք, կգանք այդ օրը կասեմ, բայց էլի եմ ասում, հանկարծ չստացվի, որ ես հիմա ձեզ խոստացի
չկարողացա որ սենց կանեմ կամ նենց կանեմ։ Ես ասի մի հատ կվերադառնամ ոստիկանությունն էլ մեզ շնորհակալ, մենք անգամ պարոն վարչապետ ջան։ դա իրատեսական չի։ Եթե նույնիսկ որոշեմ, դա տենց արագ, որովհետև եթե նույնիսկ որոշենք, դա առանց օրենսդրական փոփոխության դա հնարավոր Դոնե չի։ այդ մի տարի լրացել է այդ քննության։ Այսինքն ուզենամ հիմա ասեն շատ ուզենամ, դա առանց օրենսդրական փոփոխության հնարավոր չէ։ Մարդը արդեն մի Պարզա չէ, ես հիմա ձեզ բան չեմ խոստանում, ասում եմ ամս 16-ին եկեք ավելի պարզ կասեմ, ինչ տարբերակներ ունենք թե չունենք։ Ունեք, հարց Դե եղբայր դե հիմա։ Լավ եղավ, լավ որ ձեզ։ Հա, եղավ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար